Ես ծնվել եմ ազատ անկախ Հայաստանում, արփիազոտ մանկությունն իմ օրորվել է Ալավերդում։ Սա Տաթևիկ Գալստյանն է, Ալավերդու համար 2 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի։ Տաթևիկը Լոռու մարզի 163 հանրակրթական դպրոցներից ընտրված այն 14 աշակերտներից է, ովքեր ամանորից առաջ մասնակցել են Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում կազմակերպված հանդիպմանը։ Իմ կյանքի մասին, քանի որ ես եղել եմ Ռուսաստանում եւ զգացել եմ այդ կարոտը հայրենիքի համար եւ հիմնականում հայրենասիրական ոճով եմ գրել։ Տաթևիկի ծնողներն աշխատում են Ռուսաստանի Դաշնությունում, մի քանի տարի նա էլ տեղափոխված է եղել ծնողների մոտ, բայց հայրենիքի կարոտը կրկին վերադարձրել է նրան Հայաստան ու հայրենի Ալավերդի։ Շարադրության մեջ ակնառու երևում է նրա հայրենիքի նկատմամբ կարոտը, հայրենիքի կարիքը, հայրենիքի արժևորումը, շատ հրաշալի աշակերտուհի է, բարձրաճանաչ, լավ սովորող եւ չնայած Տաթևիկը ուզում է շարունակել այլ մասնագիտությամբ, բայց նրա լեզվի եւ բնականության ուսուցչի Արև Բերյանը շատ բարձր է գնահատում նրան։ Նախագահի կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ Տաթևիկ Գալստյանին մեկ այլ անակնկալ էր սպասվում։ Նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ հատված է ընթերցել Տաթևիկի շարադրությունից։ Իհարկե շատ լարված էին, քանի որ մի քանի հոգուց պիտի կարդացվեր այդ շարադրություններից հատվածներ եւ արդեն մի քանի հոգու կարդացել էր եւ երբ որ իմ անունը հնչեց, ճիշտն ասած մի պահ չէի հավատում, քանի որ իհարկե շատ Տաթևիկներ կան եւ բայց երբ որ նշվեց Լոռու մարզից թիվ 2 դպրոցից արդեն բարձր ես էի եւ գնացի ձեռքսեղմում եղավ եւ կարդացի շարադրությունը։ Երբ հեռանում ես, ավելի սուր ես զգում հայրենիքի նկատմամբ կարոտը, ասում է Տաթևիկն ու երազում, որ սփյուռքահայ բառն այլևս չօգտագործվի։ Շատ մտքեր կան, ասենք, բայց քանի որ կարոտ եմ զգում իմ ծնողներին եւ երևի կասեմ, որ այն, որ ես պիտի կանչեմ բոլոր ծրագիրներին հետ դեպի Հայաստան, դեպի տունը։ Տաթևիկը պատրաստվում է ընդունվել Երևանի պետական համալսարանի ծրագրավորման ֆակուլտետ։ Կարծում է, որ լավ մասնագետ դառնալով կօգնի հայրենիքին։ Մարիաննա Պեպանյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։